Hi, Aram Saxian, Asia Media. در ارتباط با پیشبینی از سطح روابط خب ما خوشبختانه میتونم بگم که ما الان در یک سطح مطلوبی روابطمون قرار داره. Իսկ ինչ վերաբերում է իմ կանխատեսումներին, երկու երկրների հարաբերությունի մակարդակի վերաբերյալ, կարող եմ ասել, որ ցանկալի մակարդակի վրա է գտնվում հարաբերությունները։ و ما در بخش سیاسی فهم مشترکی بین مقامات ما و مقامات ارمنستان وجود داره. Քաղաքական ոլորտում Հայաստանի եւ Իրանի իշխանությունների միջև ընդհանուր փոխհմբռնում կա. ما متحدین طبیعی یکدیگر هستیم. Մենք միմյանց բնական դաշնակիցներ ենք. و ما داریم تلاش میکنیم که این اتحاد طبیعی رو در واقع به سطح عملی برسونیم. Եվ մենք փորձում ենք այս բնական ուրեմն դաշնակցային հարաբերությունների մակարդակը արդեն գործնական مکاردکی هستند. در حوزه تجارت، اقتصاد، زیرساختی، فرهنگی حقیقتاً روابط ما در سطح خوبی قرار داره. Արևտրի տնտեսության ենթակառուցվածքների մշակույթի ոլորտում մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա է գտնվում. البته ظرفیت‌های خیلی زیادی تو رابطه هست و ما مصمم هستیم که بتونیم از در همه بخش‌ها روابط رو ارتقا بدیم. Իսկ պետք է ընդգծեմ, որ մեծ պոտենցիալ է առկա եւ մենք վճռական ենք, որ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների մակարդակը առավել բարձրացնենք. اما اینکه در ارتباط با علاقمندی ایالات متحده آمریکا به این مسیری که شما گفتید، خب ببینید ما به جهت اینکه به هیچ وجه به این کشور اعتماد نداریم و اونها با ما دشمنی میکنن و به دشمنان ما در واقع کمک کردن برای تجاوز، بسیار به اونها مشکوک هستیم. Իսկ ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների հետաքրքրությանը այդ ճանապարհի նկատմամբ, հաշվի առնելով, որ մենք չենք վստահում Միացյալ Նահանգներին, հաշվի առնելով, որ նա թշնամական վերաբերմունք ունի մեր նկատմամբ եւ նաեւ աջակցել է նաեւ մեր թշնամիներին, ուստի մենք չենք վստահում իրեն. نگرانی ما مربوط به در واقع اهدافی است که اونها هر جا میرن دارن و دنبال میکنن. Իհարկե մեր մտահոգությունը կայանում է նրանում, նրանց վերաբերվում է նրանց նպատակներին, եւ որովհետեւ նրանք այն նպատակներին, որտեղ նրանք գնում են, փորձում են հետևողական լինել իրենց նպատակներին. چون اونا هر جا پاشونو میذارن تنش و ناامنی و بی‌عدالتی ایجاد میشه. Որովհետև նրանք որտեղ ոտք են դնում, այնտեղ լարվածություն եւ ինչպես նաեւ ոչ անվտանգային պայմաններ եւ անարդարություն են առաջացնում. اون چیزی که ما به عنوان نگرانی گفتیم مربوط به اهداف، انگیزه هایی است که در واقع اونها ممکنه دنبال بکنن و ما تجربه بسیار تلخی
از رفتارهای اونها دیدیم. Ուրեմն ինչ վերաբերվում է մեր մտահոգություններին, մեր մտահոգությունները գալիս է նրանց նպատակներից եւ ինչպես նաեւ այն մոտիվացիան, որին հետամուտ են լինում, որովհետեւ մենք շատ դառը փորձ ունենք իրենցից. بنابراین تمایلات اونها رو و مداخلات اونها رو خیلی با حساسیت و دقت دنبال میکنیم. Ուստի մենք նրանց մտադրությունների նկատմամբ շատ զգայուն եւ ճշգրիտ հետևում ենք. اما اون چیزی که برای ما کاملا مشخصه اینه که اونها برای منطقه و مردم منطقه صلح واقعی و امنیت واقعی نمیخوان. Իսկ այնինչ մեզ համար հստակ է, նրանք տարածաշրջանի համար եւ ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովրդի համար իրական խաղաղություն եւ անվտանգություն չեն ցանկանում. چون اونها از منطقه دور هستند، مردم اونها از منطقه دور هست، کشور اونها از منطقه دور هست. تبعات ناامنی و تنش و نابسامانی رو اونها لمس نمی کنن، بلکه ما که در منطقه هستیم این تبعات رو لمس می کنیم. Նրանք տարածաշրջանից հեռու են գտնվում, նրանց ժողովուրդը այս տարածաշրջանից հեռու է գտնվում, նրանց երկիրը այս տարածաշրջանից հեռու է գտնվում, ուստի ցանկացած լարվածության հետևանքները մեր ժողովուրդն է զգում եւ շոշափում, ովքեր բնակվում են եւ հաստատված են այս տարածաշրջանում. شما به ما حق بدید کشوری که 40 سال مردم ما رو، کشور ما رو تحریم کرده، تجاوز کرده و به متجاوزین به کشور ما کمک کرده، علیه کشور ما جنایت کرده، این رو و اینکه هر جایی هر فرصتی گیر آورده در واقع به منافع ما لطمه زده و اینکه بزرگترین سردار مبارزه با تروریسم رو که شهید سلیمانی بوده این رو به شهادت رسونده، به ما حق بدید که به هیچ وجه به چنین کشوری و مقامات این کشور اعتماد نکنیم. Ուրեմն ես կարծում եմ դուք մեզ իրավունք կտաք, այսինքն իրավացի կհամարեք մեզ մեր երկրին, որը 40 տարի Միացյալ Նահանգները պատժամիջոցների է ենթարկել մեր երկրին եւ մեր ժողովրդին եւ ինչպես նաեւ աջակցել է ուրեմն ագրեսորներին եւ որտեղ ցանկացած վայր, ցանկացած առիթ օգտագործել է որպեսի վնասի մեր շահերը եւ terrorizmi դեմ պայքարող գեներալին խոսքը գեներալ Սոլեյմանին է վերաբերվում, նրանք նահատակության հասցրին այդ գեներալին մի մարդու, որը պայքարում էր terrorizmi ահաբեկչության դեմ. Այդ դուք կարծում եմ որ մեզ իրավունք կտաք, որ իրավացի կհամարեք, որ մենք այդ երկրին եւ այդ երկրի իշխանություններին չհավատանք. به ما حق بدید با کشوری که وسط مذاکره بودیم و با چراغ سبز اون به ما حمله شد و در واقع به دنبال دروغ گفتن و به دنبال فریب دادن ما هستند اندازه سر سوزن اعتماد نکنیم. Դարձյալ ես կարծում եմ դուք մեզ իրավացի կհամարեք այն պահով, որ երբ որ մենք բանակցությունների ընթացքում էինք, ուրեմն կանանչ լույս վարեցին մի ռեժիմի համար, որը ագրեսիա եւ հարձակում իրականացրեց մեր երկրի դեմ եւ նրանք փորձում են սուտ արտահայտություններ տարածել մեր երկրի եւ մեր ժողովրդի նկատմամբ. به ما حق بدید کشوری که دولتی که
سیاست فشار حداکثری رو علیه ملت من تعقیب میکنه و به دیگر کشورها فشار میاره که این سیاست رو دنبال کنن بسیار مشکوک باشیم و نسبت به اهداف اون بسیار نگران باشیم. Ես դարձյալ կարծում եմ դուք մեզ իրավացի կհամարեք այն երկրի եւ այն ուրեմն կառավարության մասին մեր ուրեմն չվստահելու հանգամանքին, որը առավելագույն մաքսիմալ ուրեմն քաղաքականություն կիրառելով եւ որդեգրելով մեր երկրի եւ մեր ժողովրդի դեմ, ինչպես նաեւ այլ երկրներին ուրեմն տրամադրելով որպեսի նրանք եւս ուրեմն ճնշումներ կիրառեն մեր նկատմամբ, մենք կասկածամիտ լինենք եւ չհավատանք այդ երկրին։ الان همکاران استراتژیکیم دیگه روزی الان رسیده این روز. Այսինքն մենք հենց հիմա համարվում ենք ռազմավարական գործընկերներ, արդեն մենք հասել ենք այդ կետին։ شما به افق‌های بلندتر فکر کن. Դուք ավելի մեծ հորիզոնների մասին մտածեք։ آینده روابط ایران ارمنستان بسیار روشنه. Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները շատ հստակ եւ պարզ է, چون این روابط در خدمت منافع دو ملته. որովհետեւ այդ հարաբերությունները ծառայում են իշահ երկու ժողովուրդների و هیچ کس نمیتونه خلاف این روند حرکت بکنه. եւ ոչ ոք չի կարող այդ գործընթացի հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ خواهش میکنم.